Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, ներկայացնեմ իմ այսօրվա հյուրին։ Երգչուհի, երգահան, ճարտարապետ, մանկավարժ Լիլիթ Պիպոյան։ Ողջույն Լիլիթ։ Համեցիկ լստիր խնդրեմ։ Ոնց ես Լիլիթ։ Լավ եմ։ Ուրախ եմ, ես շատ ուրախ եմ, որ դու այսօր իմ տաղավարում ես։ Շատ հետաքրքիր է, որ մենք համարյա սերունդակից ենք ու մեր տարիքի, այդպես մարդ չի եղել, որ գայի մոտ, որ եթե ես ասենք մոտ չլինեմ, շփված չլինեմ, չճանաչեմ, գոնե մի երկու անգամ ասենք իրար հետ չհամագործակցեմ։ Ես զարմանում եմ, որ մինչև հիմա մենք իրար հետ ոչ մի տեղ, ոչ մի առիթով, ոչ մի բեմում չենք մասնակցել, չենք ու իրար չենք էլ ճանաչել, այսինքն մոտիկից, սանոթներ չենք եղել։ Ու ես ուրախ եմ, այսօր միանգամից համ իմ հյուրն ես, համ էլ վերջապես ես քո հետ էլ ծանոթացա ու դարձար իմ ընկերը այսօրվանից։ Ուրախ եմ, որ իմ հյուրն ես։ Պատմի քո մասին Լիլիթ ջան, մի փոքր։ Ինչ պատմեմ։ Ես տենց սովորական խորթային սովետական Հայաստանում ծնված աղջիկ եմ, պապաս նկարիչ էր, գեղանկարիչ, մամաս տնտեսագետ էր, բոլորը իրանք, ասենք, մամայիս, պապայիս երկու կողմերն է, բոլոր բարեկամները ունեին լավ ձայներ, երգում էին։ Ես երաժշտական դպրոց ավարտեցի Դաշնամուր, հետո ուսումնարան, հետո գնացի ճարտարապետական սովորելու, ու տենց ու ոնց որ այդ երկու գիծը սենց ոչ մեկից չեմ կարողացել հրաժարվել, երկուսը շատ սիրում եմ, ու սենց զուգահեռ բերել եմ մինչև այսօր։ Բայց ոնց եղավ, որ ճարտարապետը հետո հանկարծ որոշեց, որ դու երգի։ Ախր հասկանում ես, ճարտարապետությունը այնքան հետաքրքիր բան է, նախ ես պիտի խոստովանեմ, որ ես ճարտարապետության մեջ հասկացա, որ ես այն փայլուն տաղանդը չունեմ, որ նախագծեմ, ու իրականում երբ որ ինձ ասում են ճարտարապետ, ես չեմ համաձայնվում, որովհետև ճարտարապետը նա է, ով նախագծում է, իսկ ես տեսությամբ եմ զբաղվում։ Ես դες կոմպրոմիսային ոնց որ տարբերակ ընտրեցի, տեսությամբ, պատմությամբ, հայկական ճարտարապետության պատմությամբ, դա էլ դասավանդում եմ հիմա։ Ճարտարապետությունը ինքը նենց բան է, մասնագիտություն է, որ անպայման ինքը որտեվ շատ նյութական է, դու ուշադրություն դարձրու բոլոր ճարտարապետները շատ սիրում են երաժշտություն։ Իրանք նախագծելու ժամանակ միշտ միացնում են, որտեվ ինքը շատ նյութական մասնագիտություն է, ու ինքը ուզում է շատ ոչ նյութական, որը երաժշտությունն է։ Իրար նման են իրականում։ Այդպես որ ասեցիր ճարտարապետներ անպայման երաժշտությունը դառնում են նոր ստեղծագործում, ես հիշեցի ընկերոջով իմ շատ տաղանդավոր մարդ Վիրաբույժ Համլետը Թաբրազյան։ Ինքը ասում է, երբ որ վիրահատություն էր անում, կվարտետ էր բերում, քարյակ էր բերում, նստացնում էր, ու նրանք նվագում էին, ինքը դրա տակ վիրահատություն էր անում։ Պատկերացա, գալիս էին, նստում էին, հագած դե խալաթներով անը, որտեղ հիվանդանոց են եկել ու նվագում էին, ու ինքը կատարում էր հանճարեղ Վիրաբույժ, հանճարեղ մարդ ու այդպես երաժշտություն սիրող մարդ։ Լավ, կրթությունը ասում ես Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ Դաշնամուրի բաժին, ով ա եղել դասատու։ Դասատուիս անունը մոռացել ես։ Մոռացել։ Բայց դու քեզ որպես առաջին ուսուցիչ ընդունում էիր քո կարծեմ անգլերենի, չէ՞, ես իմ ամենաշատ, ամենասիրելի ուսուցիչը, որին շատ պարտական եմ շատ բաներով, իմ անգլերեն լեզվի ուսուցչուհին էր դպրոցում, որտեղ ինքը շատ առաջադեմ, պրոգրեսիվ, հետաքրքիր մարդ էր ու շատ զարմանալիորեն պրոգրեսիվ ձևով էր մեր հետ եւ նաեւ մեր դասղեկներ։ Մեզ ինքը մենակ անգլերեն լեզու չի սովորացել, նախ ինքը ուղղակի ընթերցում էր անգլերեն գրականություն, կբաժանել էր դասարանը երկու խմբի ուժեղների եւ մի քիչ ոչ շատ ուժեղների, որպեսզի մեկը մյուսին չխանգարի։ Ինքը մեզ հետ վարում էր առանձին սեռական դաստիարակության դասեր։ Մի բան, որ այն թվերի ընդհանրապես գոյություն չուներ, բայց ուզեմ ասեմ մենք բոլորս իրան շատ Վալենտինա Սավելիևնայի անունը պիտի տամ շատ բաներով պարտական եմ, շատ եմ իրան սիրում։ Ապրես։ Ուզեմ քո ընտանիքի մասին թող մեր ժողովուրդն էլ ծանոթանա, թե ինչ ընտանիքով ես։ Մեր ընտանիքը, ուրեմն պապաս ու եղբայրս գեղանկարիչներ էին, երկուսն էլ ցավոք սրտի չկան արդեն, այս մեր նյութական աշխարհում չեն, մամաս էլ ողջ չի, մամաս տնտեսագետ էր թեև, բայց նույնպես շատ լավ ձայն ուներ, պարում էր, արվեստոտքին էր շատ,
ու մեր տան մեջ այդ շատ սովորական բան ա եղել արվեստագետ լինելը, ասենք արտառոց բան չի եղել ու բնականon ձևով տենց էլ ստացվել է։ Ես նկատի ունեի համել քո ընտանիքը, քո իմ ընտանիքը, ամուսինը, երեխաները։ Այդ շատ հետաքրքիր պատմություն է, երբ որ ես մի անգամ ընկերներիս տանն էի ու սովորականի պես իմ ձեռը տվեցին գիտար, ասեցին երգի, ու ես վերցրեցի այդ գիտարը ու երգեցի մի քանի գործ, մեկ էլ լսեմ հետևից, մեկը ինչ որ տղամարդու ձայնը ասում է, վայ ինչ հետաքրքիր է, համ ժամանակակից է, համ ավանդական, միևնույն ժամանակ։ Ես ասեցի, օհո, էս ով է որ sense ճիշտ բնորոշում տվեց։ Շորեկա տեսա շատ գեղեցկադեմ մի տղամարդ է, իր հետ ամուսնացանք։ Եվ ունեմ երկու զավակ, սքանչելի, որոնք նույնպես արվեստ են շատ սիրում եւ գնահատում ու այդ նուրբ զգացողությունը ունեն, բայց տղաս IT գծով գնաց մի պատճառով անկեղծ պիտի ասեմ, որ 90-ականների ոնց որ 90-ականների միջով անցած տղա ու Հայաստանում առանձնապես այդ շրջանում ընտրելու հնարավորություն չկար մասնակցություն։ Կային մի քանի նախապատվություն տված ոնց որ պրիորիտետներ, որոնցով երեխեքը գնային ու ինքը գնաց այդ IT-ով։ Աղջիկս ավարտեց ի վերջո տարբերելի ուրեմն ուղիներ անցնելուց հետո ավարտեց Գերոստի ակադեմիայի գրաֆիկայի բաժին։ Եղավ, իսկ հիմա ինչով ես զբաղվում, այսինքն մենահամերգներ, ելույթներ, հրավերներ կան։ Ես հիմա դասավանդում եմ համալսարանում, նախ ասեմ դա, միևնույն ժամանակ ուրեմն ես թողարկեցի իմ 7-րդ CD-ն 2 տարի առաջ ու հիմա էլի ինչպես եւ նախորդը հանրային ռադիոյի առաջարկի շնորհիվ եւ օգտվելով այդ առիթից ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել ռադիոյի տնօրինությանը ձայնագրում եմ 8-րդը ընթացքի մեջ եմ դա ինչ վերաբերում է ձայնագրություններին համերգներ տալիս եմ մոտավորապես տարվա մեջ մի 5 հատ, ասենք ոչ ավել։ Հայաստանում միայն Երևան, թե դուրս էլ։ Հիմնականում Հայաստանում, բայց եւ դուրսը։ Ես հիմա այստեղ եկել եմ Շվեդիայից, Շվեդիայում համերգ ունեի, շվեդների կողմից կազմակերպվածի դեպ ասեմ, եւ այստեղ նույնպես պիտի ունենամ 3 համերգ, եւ Սիեթլում ունեցա 1 համերգ, արդեն եկել եմ Սիեթլից։ Այնպես որ այստեղ էլ, այնպես որ ես ուզում եմ ասել, որ զարմանալիորեն իզարմանս ինձ ես չէի էլ պատկերացնի որ ասենք միջև այս ժամանակը շարունակեմ, բայց շարունակում եմ գործունեությունը։ Լիլի ջան, դու շատ լավն ես արվեստում, շատ լավն ես, կյանքում էլ լավ մարդ ես, հետաքրքիր զրուցակից։ Դու մի հատ պիտի լուրջ բան ունենաս, պրոդյուսեր ունենաս, որը լուրջ զբաղվի քո այդ գործը։ Ռուսները լավ խոսք ունեն, չէ՞, ռասկրուտկա։ Պրոդյուսեր երբեք չունեցա, բայց ես ուզում եմ ուրիշ բան ասել։ Ես ուզում եմ օգտվելու առիթից, Աշոտ ջան, ես ուզում եմ մի ուրիշ բան ասել։ Ես երազում եմ տեսնել իմ կյանքում, գոնե մեկ անգամ, կենթանի սպոնսոր։ Եվ որ ես տեսնեմ, ու ես իմանամ, որ ինքը կենթանի սպոնսոր է իմ առջև կանգնած, ու ինքը սպոնսոր է։ Ու ես ունեմ ծրագրեր, եթե հետաքրքիր է։ Ես ունեմ երկու կարևոր ծրագիր, որը պետք է անպայման իրականացնեմ։ Մեկը այն է, որ ես ունեմ ձայնագրել եմ արդեն թեև սեմպլեր ձայներով մի դիսկ, որտեղ մի քիչ կարող է թվա զարմանալի, որտեղ ինձ ոնց որ դες միշտ ասում են բարդ, բայց ես բարդ չեմ էլի իրականում։ Ես ձայնագրել եմ մի քիչ ռոկոտ, բայց փափուկ տենց ռոկոտ, այսինքն գիտարի սոլոներով, հարվածայիններով, սաքսոֆոնի սոլոներով մշակումներ եմ արել, շատ հետաքրքիր ժողովրդական երգերի բալադային տիպի, որոնք շատ տարածված չեն, ու այդքան շատ չեն։ Ու դա պետք է կատարվի լայվ անպայման, որի համար պետք է անպայման սպոնսոր, ու դա եթե կատարվի, իրականում ինքը թող մեծամտություն չթվա իմ ասածը, ինքը տենց Հոլիվուդ բոլի մակարդակի պրոյեկտ կարող է լինի։ Այդ մի պրոյեկտն է, թող Հոլիվուդ բոլ չլինի, բայց թող դա գոնե ձայնագրվի լավ։ Բայց ես երկրորդն էլ ասեմ, խնդրում եմ։ Երկրորդը դա ես ունեմ ջազային բանով, երանգով երգեր, որոնք արդեն
100 տարի, նո 100 լավ, իմ ամբողջ կյանքի ընթացքում դրանք կան, ու որոնք դեռ ձայնագրված չեն, որի համար ինձ պետք են երաժիշտներ մի քանի 3-4 հոգի։ Ու ես սպասում եմ սպոնսորներ, եկեք ինձ օգնեք, որպեսզի ես երկու պրոյեկտները իրականացնեմ, քանի դեռ կարող եմ։ Եղավ, Լիլիթ ջան, ես ասում եմ, չի արագ անցնում մեր հաղորդում, արդեն առաջի մասը ավարտվեց, թույլ անցնենք մեր գովազդին, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդը արդեն եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը շատ տաղանդավոր մի ազնվորության հետ։ Երգիչ, երգահան, մանկաբարձ, ճարտարապետ Լիլիթ Պիպոյանի հետ։ Գովազդը արդեն եթերում։ Լիլիթ ջան, քիչ առաջ մենք խոսում ենք հովանավորներից եւ այլն, որպեսզի կայանան քո հետ բոլոր նախագծերը։ Այդ դրա համար էլ հենց պրոդյուսերա պետք, որ ինքը հետաքրքրվի, գնա, ճարի, բերի ու մարդիկ հավատան, որ իզուր չեն այդ դրամը ծախսում, այդ հովանավորությունն ան, որտեղ իսկապես եթե մարդը արվեստ իսկապես սիրում ու գնահատող է, դա առանց որևէ բանի ինքը պետք է ասի, ես կերաշխավորեմ, մենակ դու այդ բաներն արա։ Դա Աստված որ այդպես լինի։ Իսկ լավ գործիքավորողներ ունես։ Ես ինքս եմ գործիքավորում, ես եմ անում բոլորը, հա։ Ու շատ սիրում եմ գործիքավորել։ Հետաքրքիր է։ Այս մանկավարժական գործունեության մասին է ուսում։ Դու ճարտարապետությամբ այդ գծով ես մանկավարժ։ Հա, ես ճարտարապետությամբ ոչ երաժշտական։ Չէ, երաժշտականով չէ։ Ես պետական համալսարանում մեր պետական համալսարանում կա արվեստաբանության ամբիոն։ Այդ արվեստաբանության ամբիոնում ես կարդում եմ հետևյալ առարկաները՝ հայկական ճարտարապետության պատմություն, այո, արվեստաբանության ներածություն, անտիկ շրջանի արվեստ, այսինքն հին Հունաստան, հին Հռոմ, ու մի որոշ շրջան էլ կարդացել եմ երաժշտության պատմություն։ Հիմա ինչ նպատակով ես եկել Միացյալ Նահանգներ։ Ես այստեղ, ինչպես ասեցի, մի քանի համերգ ունեմ նախատեսված։ Մեկ արդեն կայացավ Սիեթլում, 3-ը դեռ լինելու է։ Դեռ որ շատ լավ անցավ առաջինը եւ այդ երկուսը։ Առաջինը շատ լավ անցավ, հա։ Որտեղ էր։ Սիեթլում։ Հա, Սիեթլ քաղաքում։ Ես այդտեղ ելույթ եմ ունեցել։ Շատ սիրուն քաղաք է։ Ես այդտեղ ելույթ եմ ունեցել իմ ստենդափ ծրագրով։ Տամարաներ կանչել, հրավիրել, շատ հրաշալի երեկո ունեցակ։ Դե շատ երգեր ունես, չէ՞ ինքդ ստեղծագործած։ Ես ունեմ իմ ես չեմ հաշվել անկեղծ ասած իմը որոնք են, բայց իմ երգացանկը բաղկացած է տենց մի քանի տեսակներից։ Մի տեսակն է, որ ես երաժշտության եւ խոսքի հեղինակն եմ, մյուս տեսակն է, որ ես միայն երաժշտության հեղինակն եմ, բայց ասենք ինչ բանաստեղծի տեքստ եմ վերցրել։ Հա, բարձր։ Երրորդ տեսակն է, որ ես ոչ տեքստի, ոչ երաժշտության հեղինակը չեմ, բայց բոլոր դեպքերում ես միշտ գործիքավորման հեղինակն եմ, բոլոր դեպքերում։ Բարձր։ Դու քոնն ես դարձնում էլի, քոնն ես։ Դի քոնը լիդի, անպայման քոնը պետք է լի, որ դու այդտեղ լավ զգաս քեզ էլի։ Իսկ այդ երգերը, որոնք որ բոլորովին իմը չեն, այսինքն հեղինակները երկուսն էլ հեղինակներ են, կան, սովորաբար դրանք ես նենց երգեր եմ երգում, որոնք չեն կատարվում կամ վաղուց մոռացված են, ասենք եղել են հին, մոռացվել են ու չեն կատարվում։ Այսինքն այն երգերը, որոնք շատ կատարված են, ես դրանք երբեք չեմ երգում։ Որտեւ ես գտնում եմ, որ արդեն լավ երգում է, ես ինչ երգեմ։ Քո երգերը ուրիշները կատարվում են, թե չէ։ Իմ երգերը այս վերջերս մի երկու հոգի ուրեմն խնդրել է, բան, որ ես իրանց ուղարկեմ նոտաներ, որ ուղարկեմ տեքստեր, ոնց որ տենց սկսել են, բայց հիմնականում շատ քիչ են, չեն կատարվում։ Կարող եք քո երգերից կոդե մի երկու փոքրիկ երգ լսել։ Նայր Աշնան գիշերը ես կերգեմ հիմա, որը հայ հենց ժողովրդական երգ է, բայց իմ գործիքավորմամբ։ Ահա։ Ու հետո մի հատ էլ երգ կերգեմ Հրաչյա Թամրազյանի տեքստով, իմ մեղեդիով եւ իմ գործիքավորմամբ։ Եղավ։ Երկու կարճ երգ եմ պատրաստել։ Գնացինք առաջի երգը։ Գնացինք առաջին Աշնան գիշերը։ Հրաշալի էր, ես մեծ բավականություն ստացա, մեծ հաճույքով լսում եմ։ Արի երկրորդն էլ լսեք մի անգամից, այդ ոստեք, հա, մեր զրույցին։ Թե ուզում ես մի քիչ։ Ես ուզում եմ դա մի քիչ ավելի վերջում, վերջին մոտ։ Լավ, ոնց որ կցանկանաս, ոնց որ կուզես։ Այստեղ մի հարց եմ գրել, որ կապ չունի ոչ երաժշտության հետ, ոչ ճարտարապետության։ Ինչը կարող է քեզ ուրախացնել ու ինչից է շատ ներվայնանում, նյարդայնանում։ Ես ուրախանում եմ
Գիտես, նայած ինչ մասշտաբի հարց ես տալիս, եթե դա վերաբերում է կոնկրետ ինձ, ես շատ ուրախանում եմ ու երջանիկ եմ լինում ստեղծագործության պահին։ Ուղղակի դա մաքուր երջանկություն է, երբ որ ես ստեղծագործում եմ։ Շատ նյարդայնանում եմ, հատկապես այդ բառն է սազում, նյարդայնանալը, երբ որ տեսնում եմ, որ մարդարարածը ազնիվ չի ու անկեղծ չի։ Անտարբեր է։ Ու անտարբեր է ու չհասկացող, բայց հատկապես երբ որ ազնիվ ու անկեղծ չի։ Այդ բանից շատ եմ բարկանում։ Ու երբ որ ես դա տեսնում եմ, զգում եմ, որովհետև ամենից շատ մարդկանց մեջ ես գնահատում եմ անկեղծությունը։ Իհարկե։ Իսկ մեծ մասշտաբով ես ուղղակի չեմ հասկանում մարդարարածը ուր կարող է հասնի իր հիմար դաժանության մեջ։ Ասենք միջև ուր կարա գնա հասնի ու որտեղ է որ պետք է խիղճը զարթնի ու խոսա ուրիշ մարդկանց նկատմամբ, այդ մեծ մասշտաբով դա ուղղակի չեմ կարողանում հասկանալ ոնց կարող է մարդ դաժանության, ծայրահեղության հասնել։ Այդ շատ է ինձ վրդովեցնում, զարմացնում, չեմ հասկանում մարդարարածի էությունը ուր կարա էլի հասնի ու շատ եմ հուզվում ու հարգում ու պաշտում եմ այն մարդկանց, ովքեր բարի են, որովհետև բարի լինելը դժվար բան է։ Բայց մարդիկ կան, հնարավոր, բայց մարդիկ կան, որ բարի են, ու ես ես որ տեսնում եմ, միշտ մտածում եմ, վայ, ես այս մարդուց ինչքան շատ բան պետք է սովորեմ, ինչ զիլ բան է այդ բարի լինելը։ Իսկապես։ Չարություն շատ կա, հիմա մեր աշխարհում շատ կա չարություն, մեր երկրում, մեր մոլորակի վրա շատ կա չարություն։ Բարի մարդիկ են քչացել ոնց որ մեր ասած։ Տեսակ փոխվել է ժամանակները, փոխվել են ոնց որ թե, բայց ինձ թվում է դա մնայուն, մեկա դա հենց արժեք է որ երեխա սիրող, թոռ սիրող, ընտանիք սիրող, մարդկություն սիրող մարդը չի կարող պատերազմներ անել։ Ես չգիտեմ, ես այդպես եմ մտածում։ Լավ, արի մենք անցնենք մեր գովազդին, թե դուք շարունակենք։ Շատ լավ։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը Լիլիթ Պիպոյանի հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս մեր Լիլիթ Պիպոյանի հետ։ Լիլիթ ջան, դու բավականին ժամանակ համագործակցել ես մեր իմ ամենասիրած արվեստագետներից մեկն է ինքը Ռուբեն Ախվերդյանի հետ։ Իրար հետ միասին շատ եք երգել, երևի շրջագայություններ եք ունեցել։ Ես կուզեմ մի փոքր խոսենք մեր այդ տաղանդավոր, մեր երկուսից տաղանդավոր ընկերոջ մասին, այդ համագործակցության մասին։ 1998 թիվներ կարծեմ, եթե չեմ սխալվում, երբ Ռուբենը ինձ առաջի անգամ առաջարկեց գնալ Բեյրութ համերգների, ու մենք գնացինք միասին, հետո այնտեղից գնացինք Սիրիա եւ ինքը իր երգերն էր երգում, ես իրեն մի քիչ իր հետ կողքից զուգահեռ մի քանի երգով ես էի ելույթ ունենում ու մի քիչ էլ իր հետ շատ հեշտ էր, ես իր երգերը շատ եմ սիրում, ու իր հետ այնքան հեշտ էր ու լավ էր, մենք թեթև էր ու ես այնքան հանգիստ էի, որ ասենք նույնիսկ նենց բաներ արեցինք, որ ինքը երգում էր ու մենք չէինք պայմանավորվել բոլորովին, դա Սիրիայում էր կարծեմ, արդեն դժվարանում եմ ասել Բեյրութում թե Սիրիայում, այդ ուղղության ժամանակ էր, որ ես ուղղակի էքսպրոմտով տենց նստեցի դաշնամուրի մոտ ու սկսեցի իրան նվագակցել, ինքը երգում էր, ես ուղղակի նվագակցում էի իրան, հարստացնում էի իր երգը, լավ էր ստացվում շատ։ Հետո դրանից հետո մենք եկանք այստեղ 99 թվին արդեն, եկանք Ալեքս թատրոնում ունեցանք 2 համերգ իրար հետևից եւ ձայնագրեցինք սկավառակ միասին։ Այս սկավառակը Երևանում էինք դեռ պատրաստել ու դա իմ ամենաառաջ, չէ դրանից առաջ մի հատ էլ եղել է, որ մենք 7 հոգով ենք բարդերով եղել, երկրորդը սա է եղել, որտեղ արդեն իմ մասնակցությունը ավելի շատ է։ Ես իրեն շատ շնորհակալ եմ դրա համար, որովհետև փաստորեն ես առաջի անգամ հյուրախաղերի իր շնորհիվ եմ գնացել եւ իմ մեծ շնորհակալությունները իրան եւ ես կան երգեր Ռուբենի, որ ես դնում միացնում եմ, ես քիչ եմ տես բան անում,
Ընդհանրապես ես վերջերս քիչ եմ երաժշտություն լսում, բայց իրա մի քանի երգ կա, որ ես շատ սիրում եմ ու միացնում եմ։ Ինձ թվում է ժամանակը եկավ երկրորդ երգը լսելու։ Կարող ենք։ Այս երգը ասեմ, որ իմ վերջի ձայնը սկավառակից է, որը 2 տարի առաջ եմ գրել, որը կոչվում է, որը բոլոր հարթակներում կա, borderless անվամբ, ու ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ կարող են լսել մարդիկ, թե ուզում են այդտեղից մի երգ։ Հրաչյա Թամրազյանի տեքստով իմ երաժշտությամբ։ Գնացինք։ Ամեն վարկյան, ամեն ակնթարթ, անեությունը կյանք է սերմանում, ես կյանքի միակ հյուսվածքը գտա, որ պահպանում է սերամ ընդհանուր, ու ընդհանում է երկն այս անպտար, ու դու աշխարհն այս տանում ես քեզ հետ, ես կյանքի միակ հյուսվածքը գտա, որ կոչում է սեր, որ կոչում է սեր։ Ու աշնանային ուղեկից ուշեր, որ խառնվում են իսկ դու ասում ես, որ մունքն անուշեր, ու մեղրատոր է աշնան մեղետին, ու ներս է ծորում երկն այս անընդհատ, ու ես այս խեղճը խառնում եմ քեզ հետ, ես կյանքի միակ սոսին ձգտա, որ կոչվում է սեր, որ կոչվում է սեր։ Բրավո։ Շատ սիրուն էր, շատ։ Սա մի քիչ տենց, հա, այս վերջի դիսկը իմ ժամանակակից ոճով է, մի քիչ տենց ջազի։ Շատ լավ էր, շատ սիրուն էր։ Լիլիթ ջան, մեր գիտես ինչ լավ տաղանդավոր երիտասարդներ ունենք, որոնք մեր հետևից են գալիս, որոնք շարունակել են գործը, ինչը որ մենք չենք հասնելու անենք, թե կամ, չգիտեմ, ինչ կասես, ինչ կարծիք ես մեր այսօրվա երիտասարդ սերունդի մասին, երգիչ, երգահաններ, երգչուհիներ, ինչ կասես։ Ես կասեմ, որ իրենք ավելի ազատության մեջ են, քան մենք էինք, ու այդ ազատության մեջ շատ նոր անոններ ու մտածողություններ եմ ես նկատում, նախ բարդերի մեջ կան շատ երիտասարդներ, որոնք շատ լավ երգեր են գրում, հետո կան ստեղծագործող աղջիկներ, որը ինձ շատ է ուրախացնում, որոնք էլի երգեր են գրում ու երգում են, ու կան մարդիկ, որոնք սենց ոնց որ նոր բաներ են ուզում արածել են, որ էլի շատ ինձ ուրախացնում է, նոր տիպի, ասենք այն ինչը, որ ես անձամբ երազել եմ, ասենք տասնյակ տարիներ առաջ, մի քանի տասնյակ տարիներ առաջ, ասենք այդ ֆոլկը մոդեռնիզացնելու, այդ բանը հիմա շատ հաջող անում են իրանք։ Ու ես շատ ուրախ եմ, նենց որ ես ողջունում եմ։ Լիլիթ ջան, շնորհակալություն, որ դու նախ այսօր եկար, շնորհակալություն, որ շատ հաճելի նես երկու երգ պարգևեցիր ու շատ հաճելի զրույց ունեցանք քո հետ։ Մենք համագործակցում ենք Kenneth Village ծաղկի սրահ կա, խանութ սրահ։ Նրանց հետ ու նրանք մեծ երբ որ իմ հյուրը կին ա լինում, ծաղիկ են ուղարկում իրանց կողմից, ես ուզում եմ այդ ծաղիկը ազդեմ քեզ, այս համեստ ծաղկեփունջը ու քո այս մյուս համերգներին մեծ հաջողություններ։ Շնորհակալ եմ շատ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ։ Դե շնորհակալություն։ Անցեմ։ Շատ բարի։ Հաջողություն։ Ցտեսություն։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում։ Իմ հյուրն էր երգիչ, երգահան, ճարտարապետ, մանկավարժ Լիլիթ Պիպոյանը։ Այժմ անցնեմ մեր հաղորդման վերջին խոսքերին։ Որդը խոտ է փչացնում, ժանգը երկաթ, իսկ կերծիքը մարդու հոգին։ Անտոն Պավլովիչ Չեխով։ Բարի գիշեր, բարեկամներ։
Աշոտ, ինձ ի՞նչ ես նվիրելու մարտի 8-ին։ Ոչ մի բան։ Դե լավ, դե գոնե ասա սիրուն եմ։ Եթե ապրիլի 1-ին կասեմ։